Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Կապան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հանրային լսում։ Կապանի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը ներկայացրեց համայնքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը։ Փաստաթուղթն իր մեջ ներառում է 34 տեղեկատվական աղյուսակ, 26 ծրագրային անձնագիր, 87 ծրագիր, որոնք ամփոփված են ֆինանսավորման աղյուսակում։ Ծրագիրը մշակվել է կազմել կառավարության կողմից ներկայացված պետական զվարճանիշի դրույթների համաձայն, որը էականորեն տարբերում է նախորդ կանոնավոր զարգացման ծրագրի մեթոդաբանությունից։ Հիմնական տարբերությունները կայանում են հետևյալը. ծրագրում ներառված միջոցառումները եւ աշխատանքները պետք է չափելի լինեն, ունենալ աշխատանքների իրականացման կոնկրետ ժամանակահատվածներ եւ ամենակարևորը ունենալ ֆինանսական հիմնավորումներ։ Ծրագրերը պետք է անձնագրավորվեն։ Իրար դեպքում իրականացած աշխատանքները տարեվերջին կենթարկվեն մոնիտորինգի եւ արդյունքները պետք է ներկայացվեն հավաքանում եւ տարածքային կառավարման մարմին մասնետարան։ Աշխատանքների ուրեմն իրականացման ընթացքում եղան առաջարկություններ եւ ցանկանայի մեկ նախադասությունով դրանց ներկայացնող առաջարկությունների վերաբերյալ։ Անցած մեկ ամսվա ընթացքում բնակիչներից, համայնքային ենթակայության դեպքերից, հավաքանու անդամներից եղան միջնակ առաջարկություններ։ Աշխատանքային խմբի կողմից դրանք քննարկվել եւ դրառվել են այն ծրագրերը, որոնք համապատասխանում են մեթոդական ձևանմուշի պահանջներին, իսկ մնացած ծրագրերը, որոնք չունեն ֆինանսական հիմնավորումներ, չեն անտեսվել, այլ կցվել են զարգացման ծրագրին որպես ուղեցույց, գաղափար, հաջորդ տարիների հնարավորությունների արկայության դեպքում հանդգնելու նպատակով։ Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առաջիկա 5 տարիների ընթացքում, այսինքն հաշվի առնելով ներկայացվող նոր ծրագրի համայնքի համար կարևոր նշանակությունը, ինչպես նաև այն, որ լուծվել է ծրագրի ֆինանսավորման հարցը, համապատասխան քննարկումներից հետո կարող է մտցվել դրա տարվա ծրագրը։ Համայնքում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են պետական բյուջեն, համայնքային բյուջեն, տեղական եւ միջազգային դոնոր կազմակերպությունների, համայնքի վարչական տարածքում գործող մասնավոր ընկերությունների ներդրումները։ Համայնքի զարգացման ծրագրի 2.3 կետի համաձայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունքում համայնքի հեռավոր թաղամասերում, ինչպես օրինակ Բեխը, կկառուցվեն դպրոցներ, համայնքում կավելանա հանրակրթական հաստատությունների թիվը, կբարելավեն գործող հանրակրթական եւ մշակութային հաստատությունների շենքային պայմանները։ 2017 թվականի բյուջետային տարվա ֆինանսական իրավիճակը եւ կանխատեսումների պատկերը ներկայացրեց ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետ Աթադևոսյանը։ Կապան համայնքի 2018 թվականի բյուջեի կանխատեսումը կատարվում է եկամուտների եւ ծախսերի հավասարակշռության սկզբունքի հիման վրա։ Կանխատեսվող ծառայությունների քանակը եւ որակը հիմնականում կապված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես սպառողից։ Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում է անցած տարիների 12-15 թվականների փաստացի ցուցանիշների համեմատականները։ Ձեզ ներկայացնեմ ցուցանիշները։ Եկամուտների գծով 2012 թվականին հավաքագրվել է 870 միլիոն դրամ, 13 թվականին 1 միլիարդ 20 միլիոն դրամ, 14 թվականին 1 միլիարդ 12 միլիոն դրամ, 15 թվականին 1 միլիարդ 256 միլիոն դրամ, որոնց դիմաց ծախսերը կատարվել են 867 միլիոն դրամ, 1 միլիարդ 22 միլիոն դրամ, 1 միլիարդ 28 միլիոն դրամ, 1 միլիարդ 243 միլիոն դրամ։ Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով եւ դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացման։ Համայնքի 2018 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 1 միլիարդ 264 միլիոն դրամ, որը զուգահեռ 2%-ով պակաս է 16 թվականի բյուջեում նախատեսվածից եւ շուրջ 0.7%-ով կամ 8 միլիոն 400 հազար դրամով ավել 2015 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 437 միլիոն դրամ, 2016 թվականի ճշտված 375 միլիոն դրամի դիմաց, ինչը սակայն շուրջ 17.7%-ով կամ 77 միլիոն հազար դրամով ավել է 2000 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Ելույթից հետո համայնքի ղեկավարը հանրային լսման մասնակիցներին հնարավորություն ընձեռեց առաջադրելու բյուջեում նախատեսված ցուցանիշների եւ ներառված ծրագրերի շուրջ առկա հարցերը։
Հարց ուղղելու ցանկություն հայտնեց օրենքը հանուն իրավունքի գերակայության հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Խաչատրյանը։ Ճիշտ ասած, ես լսեցի, որ նաև համայնքի զարգացման հանգամյա ծրագրում եղել են առաջարկություններ։ Մենք էլ վերջին 2 ամսվա ընթացքում ծրագիր ենք իրականացրել մշտադիտարկում, որը ներառում է համայնքապետարանի կրթության ոլորտի և համայնքային ենթակայության կրթական հաստատությունների գործունեությունը և գործունեության բնույթը։ Արդյունքում ներկայացրել ենք մեր հաշվետվությունը և դրանք զեկույցը, որտեղ որ նշված էին կոնկրետ մեր կողմից արձանագրված կարելի ասել թերացումներ նաև և առկա հիմնախնդիրներ ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ։ Հարցս հետևյալն է, ուզում եմ իմանալ որքանով են հաշվետվությունները հաշվի առնվել համայնքային զարգացման հանգամյա ծրագիրը մշակելիս, քանի որ մենք էլ դրանք քիչ ավելի վաղ ենք ներկայացրել։ Եվ ես այստեղ բյուջեի ուսումնասիրության մեջ տեսա նաև հիմնախնդիրներ, որոնք որ վերաբերում էին մանկապարտեզներին և այլ կրթական հաստատություններին, այստեղ կան հիմնախնդիրներ վերանորոգման հետ կապված, հիմնանորոգման հետ կապված, ոգի ձեռքբերման հետ կապված։ Պարզապես ուզում եմ երկրորդ հարցը իմանալ նշանակում է կան փաստորեն այս խնդիրները և իրականում ենք սրանց մասին իմանում ենք միայն բյուջեից, թե այդ խնդիրները նաև այլ կերպով բարձրացանվել են և այդ խնդիրների վերաբերյալ այլ լուծումներ առաջարկվել են։ Բացման փոքր չէ ձեր կողմից որակել ձեր ուսումնասիրությունների արդյունքում ունեցած կարծիքները որպես թերացումներ։ Ամենայն դեպս դեր ներկայացրած հաշվետվությունը քննարկվել է քաղաքապետարանի աշխատակազմում։ Դուք կարող եք ինքներդ մասնակցեիք այդ քննարկումներին և ձեր միգուցե պատկերացումները, այսպես ասած որակումները այսօր չէին որպես այդպիսին, ինչև մենք ոչ միայն այս տարվա բյուջեի և հանգամյա զարգացման ծրագրի շրջանակներում, այլ առհասարակ նաև տարվա ընթացքում միշտ եղել ենք մեր ամենիկներում թափանցիկ, մեր աշխատանքներում պատրաստ երկխոսության, ինչպես նաև ընդունել առաջարկներ, քննարկել դրանք, ինչպես նաև ունեցած տեղին թերությունները շտկելու նպատակով ընդունել ցանկացած որջանմիտ առաջարկություն։ Երևի թե ավաստը, որ զարգացման ծրագիրը և դրանով պայմանավորված ֆինանսական տարվա բյուջեն ցանկությունների, երազանքների, առաջարկների ու բողոքների պատիվ չէ։ Զարգացման ծրագիրը իրենից ներկայացնում է լուրջ փաստաթուղթ, որով համայնքը առաջնորդվել է առաջիկա 5 տարիների ընթացքում։ Հատկապես զարգացման ծրագրի նոր մեթոդոլոգիությունը պահանջում է, որ յուրաքանչյուր կետ հոդված հիմնավորված լինի ֆինանսական միջոցների արկայությամբ և ընդամենը այն չվերածվի ցանկությունների, գաղափարների ինչ-որ ասպեկտի։ Խնդիրը այն չէ, որ չկան ևս հարցեր, խնդիրներ լուծման ենթակա համայնքում։ Խնդիրը այն է, որ այդ եղած խնդիրներից առանձնացնում են նախ առաջնահերթություն պահանջող խնդիրները և միևնույն ժամանակ այն խնդիրները, որոնք կարող են ֆինանսավորվել։ Եթե գումարներ փոխանցվում են կոնկրետ աշխատանք կատարելու համար, ապա կարծում եմ պետք է լրացուցիչ գումարներ չփնտրենք այդ աշխատանքը կրկին կատարելու համար, և մենք մեր դիտարկումները ներկայացրել ենք, որ եթե գումարը փոխանցվում է, ապա մարդիկ իրենց աշխատանքը պետք է կատարեն բարեխղճորեն, որպեսզի կրկին կատարելու անհրաժեշտությունը չլինի։ Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը և համայնքապետարանի թափանցիկությանը, ապա ասեի, որ դա նաև քաղաքասարակությունն է ինքը գնահատական տալիս, և եթե մենք տարբեր անկյուններից հնչեցնում ենք, որ մեր համայնքապետարանը թափանցիկ է աշխատում, ապա դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում ապագայում համայնքապետարանը տեսնել որպես երկխոսող։
Ծրագրին առնչվող առաջարկություն ուներ նաև Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը։ Պարոն Համբարձումյան, կխնդրեի Կապան համայնքի լողային հաշվեկշիռը տարածքը ներկայացնելու հնարավորության դեպքում նաև տոկոսով ներկայացնեք։ Սա ասում եմ որպես օտար մարդ, որը պիտի ես փաստաթուղթ տեղերցնի նայի, նույնը նաև սեռատարիքային կազմը, որտեղ ես հենց եմ պատկերացնում, սա համար է, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, օրինակ, տնտեսապես ակտիվ բնակչության ուսերին, ինչքան երեխա ու թոշակառու կա կոպիտ ասած ուսերին, խնդրում եմ ճիշտ հասկացեք ինձ։ Եվ մի նկատառում էր, այստեղ ֆինանսական ճիշտ է Թադևոսյանը ասելուց չասեց, բայց ֆինանսական առուսակում այսպիսի մի հետաքրքիր բան նկատեցի։ Նայեք, համեմատության մեջ են դրել 21 թվականի ու 16 թվականի եկամուտները։ Ընդհանրեն ունենք եկամուտների 8% աճ պլանավորված, որից հարկեր ու տուրքերը 37% աճ, այլ եկամուտների 70% եւ պաշտոնական դրամաշնորհները, այսինքն պետական բյուջեից ստացվող նպատակային հատկացումները, այդ թվում ֆինանսական համահարթեցման մասով տրվող դոտացիան 6.2%-ով նվազում է։ Իմ համար իրականում զարմանալի է, նաև գովելի է, որտեղ համայնքը սրանով կարծես թե փորձում է հնարավորինս պետական ֆինանսական աջակցությունից նվազագույն ֆունկցիաները կատարելու կապումը նվազեցնի, այսինքն անկախության մակարդակը բարձրանա, ինչը իմ համար ամենայն դեպս շատ գովելի է։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի ընդհանուր արժեքը 4 միլիարդ 816 միլիոն 808 հազար դրամ է։ 2017 թվականին նախատեսվում է իրականացնել 645 միլիոն 922 հազար դրամի աշխատանք։ Հայրապի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։